ՔՊԱ-կան պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կուսակցությունից դուրս է գալիս ու նույն օրը առաջադրում Սահմանադրական դատանի դատավորի թեկնածու, ինչը ուղիղ հակասում է Սահմանադրությանը։ ՍԴ դատավորը պետք է չլինի երեկվա քաղաքական գործիչը, այլ իրականում չեզոք ու անկախ մարդ պետք է լինի։ Սա ձևական մի հնարք է օրենքի պահանջը շրջանցելու համար։ Ընտրություններին ընտարած Սահմանադրական դատանը առանցքային ինստիտուտ է, հատկապես հնարավոր ընտրական վեճերի արդյունքների վիճարկման եւ իշխանության լեգիտիմության հարցերում։ Այս պայմաններում գործող իշխանությունը փորձում է ապահովագրել իրեն, դատանում ունենալով սեփական մարդկանց։ Առանձին հմայք ունի նաև այս պատմության մեջ նախագահի դերը։ Պարզվում է դագաղների հետ նկարվելու սիրահար երկրի նախագահը, որի անուն ժողովրդի մեծ մասը չգիտի, հանկարծ հիշել է, որ ունի նաև լիազորություն ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու։ Մինչ այդ ըստ ամենայնի զբաղված էր ավելի բարդ պետականաշինական գործերով, օրինակ էկզոտիկ երկրներ այցելելով եւ Բաղրամյան 26 հրավիրելով ՔՊԱ-կան նախարարներին, նրանց հերթական շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելու համար։ Ու այս մարդու դեպքը միակը չէ, հենց Նիկոլն էր իշխանության առաջին տարիներին ասում. Ճիշտ որ Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի։ Կամ երբ անկախ մարմին հանդիսացող ԲԴԽ նախագահի հարցը լուծվում էր մեկ WhatsApp հաղորդագրությամբ։ Այսինքն իրականում բացի գործադիր եւ օրենսդիր իշխանություններից դատականը եւս մեկ կենտրոնից է կառավարվում, թեև օրենքով պետք է անկախ լիներ։ Սա արդեն ավտորիտար կառավարման դասական օրինակ է, իսկ եթե ՔՊ-ն նորից ընտրվի, այդ վերահսկողությունը ավելի ու ավելի է ուժեղանալու։